Օրեր առաջ հայտնել ենք, որ միգրացիոն դատարանի որոշմամբ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան։ Միևնույն ժամանակ դատարանը գտել է, որ Վարդան Ղուկասյանի կողմից թույլ են տրվել միգրացիոն կարգի խախտումներ, ուստի պետք է լքի ԱՄՆ-ի սահմանները։ Դատարանի վճռի հետ կապված ավելի մանրամասն տեղեկատվություն կտրվի երկուշաբթի փաստաբան պարոն Բաղդասարյանի կողմից մամլո ասուլիսի ընթացքում։ Այս օրերին Վարդան Ղուկասյանը խախտեց լռությունը։ Նա հանդես է եկել աուդիոուղերձով, որտեղ մի քանի թեմաների է անդրադառնում, դրանցից մի քանիսը առանձնացրել ենք և ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Հավելենք նաև, որ Վարդան Ղուկասյանի վերադարձի վերաբերյալ համացանցում շրջանառվող տեղեկություններն ու կարծիքները չեն համապատասխանում իրականությանը։ Այս հարցի շուրջ առկա բոլոր տվյալները սխալ են կամ ոչ ստուգված, ուստի խնդրում ենք չվստահել համացանցում տարածվող ցանկացած հարթակի հրապարակումներին կամ ենթադրություններին։ Միայն ԴՕԿ կուսակցության լրատվականի միջոցով հրապարակված տեղեկություններն են իրականին համապատասխանում։ Եթե տեղի ունենան որևէ փոփոխություններ կամ նոր զարգացումներ, կուսակցության լրատվականը անմիջապես ու պաշտոնապես կհայտարարի դրա մասին։ Ես ուզում եմ շատ կարճ հայտարարություն անեմ կապված Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ, ինչպես տեսնում ենք, բավականին ակտիվություն են ուզում ցուցաբերել եւ վերարտադրվել ռոբասերժական երևույթները, որոնք որից 5 տարի ցեմենտ-բետոնով պահում են Նիկոլ Փաշինյան վիժվածքի աթոռը։ Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը դա պարլամենտական պետություն է եւ ինչ վիճակի մեջ որ հիմա գտնվում է երկիրը պատասխանատալիս պարլամենտը իր բոլոր դեպուտատներով, ընդդիմադիր թե ոչ ընդդիմադիր։ Այս պարլամենտը հանձնեց Լեռնային Ղարաբաղը։ Այս պարլամենտը 150,000 մարդու շինեց փախստական, ցրեց ամբողջ աշխարհով մեկ։ Այս պարլամենտն ապահովում Նիկոլի աթոռը։ Այս պարլամենտը հանձնեց Կիրանցը եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս նույն պարլամենտը կազմակերպվեց հայաքվեն, ինչ-որ սերտիֆիկատով հող էին ուզում պահեին, 50,000 այո ոչ հավաքեցին։ Ցանկացած նորմալ երկրում, եթե դուք կլեկացեք, դուք կողմ եք, որ մենք մեր հողը հանձնենք սրան կամ նրան, մենակ այդ արտահայտության համար ձեզ կդատեն։ Նորմալ երկրում։ Սրանք հելադիա շոուսարկին են ասպրամասպրամներով, այո ոչերով, բագրատեստերով, հանին քայլսրին, բերին ժողովրդին լցին հրապարակի մեջ տեղը վերցումասի ցավառեք տներով։ Իա են դաշնակ մաշնակներով, որոնք հել է փողոցներն էին չափում հայր մեր ասելով, խափից հիմա նորից ուզում են վերարտադրվել։ Հիմա նորից ասում են մենք նորից ուզում ենք գանք, 5 տարի նստած եք, ինչ արեցիք, ինչի հասցրեցիք այս երկիրը, Ռոբիկ ու Սերժիկ, ու ձեր կողի թուլեկն են հլնում են Վարդան Ղուկասյանի բարեմասություններն են ծանում, այդտեղից Վարդան Ղուկասյանին ադվակատի փող։ Եղել եմ 10 տարի Հայաստանի Հանրապետության նախագահ, երկիրը թալանել են, հիմա են ադվակատի փող են տալը, այդտեղից ոսի տղա, այդ հարցը տվողին եմ, այդ պատասխանը տալի ես, այդ հարցը տվողը թող հարցը տա Ռոբերտ Քոչյանի եթմին ընկեր Լովիկին, որ դու գնացիր բանակ ծառայեցիր, եկար ու միլիարդ 750 միլիոն դրամ կապիտալ ունեիր որիտակ դրած, ծղա ջան, քեզ այդ գումարները որտեղ է, Վարդան Ղուկասյանի որտեղից ադվակատի փող, սաղալ են Վարդան Ղուկասյանի հետևորդները, աջակիցները եւ ընկերները, այդ այդտեղից։ Ընկեր Տաշիրին մենք տվել էինք Հայաստանի էլեկտրոցանցերը, օրը 18 ժամ գտնվում էինք անլույս պայմաններում նստած։ Այդ նույն Տաշիրը աշխատացնում էր Տաշիր պիցաները, սեփական մատուցողի վրա սենդվիչ ու պիցա էր սախում, ինքնիա մատուցողի վրան, այդ չեմ ասում ժողովրդի վրան են անորակ մսամթերք եւ այլն։ Մեռանք հրապարակելով, մեռանք ցույց տալով։ Այսօր ասում է Հայաստանը պիտի սարքեն բարեկեցիկ երկի։ Իրոք Բայց 20-25 տարի միլիարդի մեջ նստած է Սամվել Կարապետյանը, ինչի՞ չէ սարքան բարեկեցիկ երկիր, ինչի՞ մարդկանց թողն լիֆտի մեջ, ինչի՞ լուսանջատը մեր վրան, ընկեր Սամվել, դու մի հատ էլեկտրոցանց չես կարում պահես, երիկայից մարդկանց դնեք ոչխարի տեղ, հիմա ուրախացել եք, որ Վարդան Ղուկասյան չկա նա խոսա, Վարդան Ղուկասյան կա նա խոսա, ասում է Բերդից ո՞նց է խոսում, Բերդը հեռախոսկա անգրագետ տավաշ, մի տրվեք ոչ մի տիպի սրանց խոսքերին եւ խոստումներին, այս թալանչիների եւ հանցագործներին, այս Նիկոլի աթոռը պահող վիժվածքներին, այո, ընդդիմադիր մարդիկ կան, որոնք որ ուզում են այս երկիրը բրծեցնել այս երեքից, եւ իմ դռները բաց են
նման ընդդիմադիր մարդկանց եւ անհատների նկատմամբ։ Լիքը կռված տղեկ կանեն, երկրապան չկա, այլևս գոյություն չունի, զինվորական ժողովուրդ, որոնք իրենց մեդալները, կոչումները, սա շպրտեցին այս իշխանության, քիչ ու բենին եւ լավ արեցին։ Իմ դռները բաց են նման մարդկանց նկատմամբ, որոնք այս երկիրը արյունով են պահել եւ շարունակում են պահել, ձեռ են կորցրել, ոտք են կորցրել, կյանք ու առողջություն այս հողի վրան, որ այդ հողը մնա մեզ։ Հավելենք նաև, որ Վարդան Ղուկասյանն իր աուդիո ուղերձում անդրադարձել է դերասան Մկրտիչ Արզումանյանին։ Նշենք, որ համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել Նիկոլ Փաշինյանի դիտարկումները ցանկապատ ներկայացման մասին։ Օրերս այդ բացօթյա ներկայացումը դիտելուց հետո Փաշինյանը դերասաններին, այդ թվում Մկրտիչ Արզումանյանին ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը նրանց քննադատել սխալ սյուժե բեմադրելու համար։ Նրան հատկապես այրեցրել է չկա առաջնորդ, որը ցանկապատը կքանդի ու կստեղծի Հայաստան նախադասությունը եւ իր դասախոսությունում նա ասել է. Հայաստան ունենալու համար պետք է ցանկապատ, ոչ թե քանդել այն։ Երբ ցանկապատը քանդում ենք, Հայաստանը ոտքի տակ է հայտնվում։ Գնացեք Կիրանց ու տեսեք ոնց է դրվում ցանկապատ եւ կառուցվում Հայաստան։ Նա վերլուծում էր պիեսն ու դերասաններին դաս տալիս, իսկ Մկրտիչ Արզումանյանը Մկոն փորձում էր արդարանալ։ Այսօրվա մասին չէ ներկայացումը 1920 թվականների դեպքերի մասին է։ Այս տեսանյութի ներքո մարդիկ իրենց զարմանքն էին հայտնել, թե ինչպես կարելի է գրական գործի մասին նման ելույթ ունենալ։ Այս թեմային անդրադարձել է նաև Վարդան Ղուկասյանը։ Եկա դերասան ընկեր Մկոն առանց ամաչելու ասում է 2 մետր հողի համար կռվեն կանեն։ Ես գիտեմ թե նորմալ մարդ է։ Ընկեր Մկոն տանիցը քո ճամբախից 2 մետր հարևանի տուն կտավ։ Դե մի հարևանը գասի բալկոնը տունից կտավ, չես տա չէ։ Այդ քո նման մտածողները, քո նման խոսացողները ծովիցով Հայաստանը շինեցին մի հատ շեմուշկի հատիկ քարտեզի վրա։ Էդ էլ եք ուզում թուրքին տակ։ Գնաց հորքից 10 սանտիմետր հող ուզի, դենամ կտա 10 սանտիմետրից իա եղած բարեմասությունը քեզի կտա։ Դու չես ամաչում քո այդ երկրա բոյն ու բամբուսատով, ես է գիտեի, թե դու նորմալ մարդ ես։ Ու դες մարդիկ դեռ կան, որ ասում են 2 մետր հողի համար գնանք արուն տապենք։ Այս ինչ դուք խոսում, ինչ եք դուք մտածում, այս ինչ ազգ դուք դառը, կամ էլ ֆեդերալ նշանակության բորնիկը, որ բանը Էրդողանի գիրկը խփե, դոշի վերայինք է բանը Սևանի վրա ծուկա ուտան։ Ամասել, իա ազգը կոտորած, երկրի կառավարության գիրկը ղեկավարի գիրկը խփի դոշին ու չգիտեմ նստացի մարդս կարդաց պրծավ ես գիրկը, հիմա ես եմ կարդում, դրա բայրակթարն էր մեր զինվորներին խաշում ու վառում ու թափում, լավ դուք չեք ամաչում, դուք ինչ վիշվավքի ծնունդ եք, լավ, մեկը չկա ձեզ բերանը թակի բաց ինձանից,